Հսկան, Կովկասյան առասպել, մշակումը Հովհաննես Թումանյանի։ Լավ չեմ հիշում, թե որ դարում, հին ժամանակ մեր աշխարհում ասում են, թե կար մի իշխան, մի մեծ իշխան, էնքան ուժեղ, որ թե մարդիկ նրա աչքում, թե հասարակ ճանճ ու մժեղ։ Ինչ որ աներ ու կամենար, օրենք են երկրի համար, ով էր գլխից ձեռ վեր կալած, ով դուրս կգար նրա դիմաց։ Ուներ անթիվ ու անքանակ ոչխարի հոտ, մարդի բանակ, կովի նախիր, խոզի բոլուկ, երամակներ ձիու, ջորու, էս բոլորը ցրված, փռված, մինչև ծովի ափը հեռու, մինչև ուր որ քշեր տաներ, իր աշխարհքի սահմանն էներ։ Ով էր գլխից ձեռ վեր կալած, ով դուրս կգար նրա դիմաց։ Մի անգամ էլ էս իշխանը, երբ նստած էր իրեն տանը, լեղապատառ ներս ընկավ տուն, իր հոտերի վերակացուն, ապրած կենաս, մեր տեր-իշխան։ Հապա էսպես հրաշք մի բան, արածում էր ծովի ափին բազմությունը քո հոտերի, մին էլ տեսնենք ծովի միջին մի վիթխարի մարդ է գալի, մի վիթխարի մարդ եմ ասում, որ մենք իր մոտ լու ենք չնչին, ծովը մինչև ծունկն է հասնում, իսկ գլուխը ամպի միջին, եկավ կանգնեց մեր հանդիման ու որոտաց ամպի նման, ո՞վ է, ասավ, էսպես բերում, թողնում ապրանքն իմ հանդերում, կորեք իսկույն, դուք մարդուկներ, ձեռս քանի չի հասել դեռ։ Էն ժամանակ վեր կացա ես ու պատասխան տվի էսպես. «Էդ սևագնաց մութ ամպերում զուր ես էդպես բարձր գոռում, ով էլ լինես, ուսկից էլ գաս, էս մի բանը լավ իմանաս, դու երկնահաս, ահեղ հսկա, մեծ իշխանի ապրանքն է սա, ով է գլխից ձեռք վեր կալած, ով դուրս կգա նրա դիմաց»։ Բայց ինձ իսկի չլսեց էլ, էն անճոռնի աժդահակը, էն ամպերից ցած կրացավ, ձեռքը կոխեց ծովի տակը, դուրս հանեց մի ձուկ նահագին ու դեմ արավ Արեգակին, որ խորովի, հազիվ էսքան պատմեց հովիվն իշխանական ու վեր ընկավ, շունչը փչեց։ Խիստ զայրացավ իշխանը մեծ, ո՞վ է, ասավ, համարձակվել, իմ տերության սահմանն եկել ու էդպես էլ վրես հաչում, ինձնից ուժեղ չեմ ճանաչում, ես ոչ մի տեղ և ոչ մեկին։ Էսպես ասավ ու զայրագին հրամայեց զորքերը գան, հրամայեց, զորքերն եկան, կեցցե մեր տեր, մեր թագավոր, անհաղթ, անմահ, ամենազոր, ապրեք, ասավ իշխանըսեք, ելեք իսկույն ու գնացեք, մանուկ ու ծեր, իմ առյուծներ, ով է տեսեք վրես հաչում ու իմ ուժը չի ճանաչում, ցույց տվեք դուք, որ ոչ մի տեղ չկա ոչ ոք ինձնից ուժեղ։ Ասավ, զորքերն իրանց կարգին, փող փչեցին, թմբուկ զարկին, շրխկոցով, զրնգոցով ճամփա ընկան դեպի մեծ ծով։ Հասան, տեսան, այ քեզ հսկա, գլուխն էստեղ, ոտներ չկա, գնա, գնա, թե որ գտնես, երկար ու մին ձգված էսպես, հսկայական քնով քնած, էստեղ էնտեղ դիրքեր բռնած, դես չոքեցին, դեն պառկեցին, հազարկեցին ու զարկեցին, տեսան տեղից ժաժ չի գալի, խռմփում է զարհուրելի, խռմփոցից ինչ որ խոսում, մարդիկ իրար ձեն չեն լսում, մոտ գնացին, էլի, դարձյալ տեղից ժաժ չի գալի, կամաց սիրտ առնելով, գոռգոռալով, հարայ տալով, դուրս թափվեցին թաքուստներից, ելան վրեն դեսից, դենից, որը ոտին, որը քթին, որը լանջին, որն ականջին, փորի վրա, միրգի միջում, ձի են քշում, նիզակ ճոճում, զարկում, ձգում, թքում, հայհոյում են էսպես էնպես, մին էլ հսկան էն սարի պես վրա նստեց, մեծ ահարկու, ինչ պատահեց ոչ տեսնես դու։
հազարներով մարդն ու իր ձին տակովն եղան, կոտորվեցին, որն էլ գլխից, քթից, լանջից, կամ ուսերից, կամ ականջից ներքև ընկավ, թե մարդ, թե ձի, նրա օրն էլ դու իմացի: Շատ զարմացավ հրեշ հսկան, թե Տեր Աստված, արդյոք էսքան մանր մունր ինչ բաներ են, որ եկել են թափվել վրեն: Տեսավ ինչ-որ կենդանի կան, վազ են տալի, թե ետ գնան: Բուռն արավ իր բռնովը մեծ, իրար խառնեց, ողջ հավաքեց, գրպանն ածավ ու վեր կացավ: Լնգլնգալեն իրիկունը գնաց հասավ իրենց տունը: Տանը իր պես մեծ ահագին մի մեր ուներ: Բարի մի կին, գնաց հսկամորը պատմեց, թե իրեն հետ ինչ պատահեց ու գրպանից հանեց բոլոր, ահից խելառ ձին ձիավոր: Բարի կինը հենց որ տեսավ, աման որդի, վայ ինձ, ասավ, ի՞նչ ես անում էդ խեղճերին, բա չես տեսնում, թե քո ձեռին ոնց են դողում: Ասենք մեծ ես, մի՞թե պիտի փոքրին տանջես: Մեծ թե փոքր ինչ էլ լինի, ամեն ապրող շունչ կենդանի, որ ծնվել է արևի տակ, էս աշխարհքում միատեսակ, մինը պակաս, մյուսը ավել, ողջ էլ գիտեն խնդալ, ցավել: Չպարծենա երբեք ոչ ոք, թե ինքն անհաղթ մի բան է ջոկ: Միշտ ուժեղից ուժեղը կա, իսկ ամենից ուժեղը մահ: Բաց թող որդիս, բաց թող գնան, ապրեն ազատ ուր կամենան: Ու հնազանդ մոր խրատին իսկույն հանեց հսկա որդին իր գրպանից ձին ձիավոր, իրար խառնած զորքը բոլոր, թողեց գնան ուր կամենան: Ես հավելեմ, որ այս ստեղծագործությունը Հովհաննես Թումանյանը գրել է 1908 թվականին: Իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք: